Բարև սիրելի հայրենակիցներ, հունվարի 22-ն է արդեն այսօր եւ այս հաղորդման մեջ կանդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններին, որոնք որ երեք արվեցին Հայաստանի ազգային ժողովում, ինչպես նաեւ Արարատ Միրզոյանի հայտարարություններին եւ դրա մեջ ամենակարևորը մեզ համար Լավրովին ուղղված պատասխաններ։ Կխոսենք այն մասին, որ հիմա Փաշինյանը մեկնեց Դավոս, որտեղ որ խաղաղության խորհրդի կանոնադրությունն է ստորագրվելու եւ որպես հիմնադիր անդամ Փաշինյանը ստորագրելու է այդ կանոնադրությունը բազմաթիվ երկրների ղեկավարների հետ միասին եւ կխոսենք միջազգային կարևոր իրադարձություններից Գրենլանդիայի շուրջ կարծես պայմանավորվածություններ կան Գրենլանդիայի մասով հետաքրքիր է իրոք խոսել ակնարկներ կան, որ կարծես թե հարցը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով եւ այն կոնֆլիկտ ու խզում չի առաջացնելու ՆԱՏՕ-ի երկրների շրջանում։ Դա մեզ համար չափազանց կարևոր է։ Պուտինն էլ է արել բազմաթիվ հայտարարություններ, հերթով այդ ամենին անդրադառնանք, սակայն նախքան դա հիշեցնեմ անպայման լայքերի մասին, դա մեզ շատ է օգնում։ Դրա համար եմ հիշեցնում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ միշտ լայքում են, ովքեր որ չեն բաժանորդագրված եւ բաժանորդագրվելու են, բոլոր նրանց, ովքեր որ բաժանորդագրվել են եւ ակտիվ մեկնաբանություններ են թողնում մեր ալիքի տակ։ Դա չափազանց կարեւոր է մեզ համար։ Ուրեմն սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Շվեյցարիա, Դավոս, ճիշտ է, չէր ցանկանում մեկնել, բայց այդ հրավերից հետո Թրամփի կողմից ուղարկված հրավերից հետո ինքը մտափոխ եղավ եւ հիմա մասնակցելու է Դավոսում խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը եւ որպես հիմնադիր անդամ Հայաստանը եւս ստորագրելու է այդ կանոնադրության տակ։ Մենք երեք մանրամասն խոսել ենք այն մասին, թե ինչու համար է այդ խաղաղության հարթակը ստեղծվում Թրամփի կողմից եւ ինչ է այն իրականում փոխարինելու։ Թրամփը ուզում է ամեն ինչ իր ձեռքը վերցնել, նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը ինչ որ միտեղ եւ այդպիսի կարևոր հարթակ է ձևավորում, ես կարծում եմ, որ այն կարևոր կլինի նաև մեզ համար։ Արդեն հասկանալի է, որ դա դուրս է գալիս Գազայի լիազորություններից եւ ավելի շատ մեծ տարածաշրջան է իր մեջ ներառելու, այդ թվում կարող է Հայաստանին եւս վերաբերվել այդ հարթակը։ Դրա համար շատ կարևոր է, որ Փաշինյանը մեկնել է եւ ստորագրելու է այդ ամենի տակ, այդ փաստաթղթերի տակ։ Եվ փաստացի Հայաստանը որպես միջազգային իրավունքի լիիրավ անդամ, անկախ պետություն, միանում է այս նոր աշխարհակարգի ամենակարևոր փաստաթղթերից մեկի ընդունմանը։ Կարող է դա ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ լինի, կարող է շատ երկար կյանք չունենա այդ օրգանը, որը որ հիմա ձևավորվում է, մենք չենք կարող 100%-ով ասել, բայց այս փուլում Հայաստանի մասնակցությունը եւ դրա տակ Հայաստանի ստորագրությունը չափազանց կարեւոր է Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության եւ խաղաղության պահպանման տեսանկյունից։ Չափազանց կարեւոր է երկար-բարակ կարելի է իհարկե քննարկել այդ հարցը, բայց արիք թողնենք այդ հարցը, որպեսզի հետագայում մենք ավելի մանրամասն կարողանանք անդրադառնալ կոնկրետ երբ որ ծանոթ լինենք այդ փաստաթղթին, թե ինչու տակ է ստորագրում Հայաստանը եւ ինչ ծրագրեր կան Թրամփի կողմից, բայց կարճ կրկին մեկ անգամ ասեմ, պատկերացումը այն է, որ դա ինչ որ միտեղ Թրամփի պատկերացմամբ փոխարինելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ հիմնականում զբաղվելու է խաղաղությամբ ամբողջ աշխարհում, խաղաղության հաստատմամբ ամբողջ աշխարհում։ Եթե ինչ որ միտեղ պատերազմներ լինեն, ապա այդ խորհուրդը կարող է հավաքվել եւ գումարներ, միջոցներ, տարբեր որոշումներ, այսինքն գումարներ ներդնել եւ որոշումներ ընդունել, թե ինչպես է հասցնում իրավիճակը այս կամ այն երկրում խաղաղության։ Չգիտեմ Հայաստանից էլ պահանջելու են թե չէ 1 միլիարդ դոլար, հույսով եմ չէ, դա ահռելի մեծ գումար կլինի Հայաստանի համար, Հայաստանը դժվար թե կարողանա
վճարել նման անդամավճար, տեսնենք, ապրենք կտեսնենք, բայց այստեղից էլ պարզ է դառնում, որ բավականին մեծ բյուջեով կազմակերպություն է ստեղծում Դոնալդ Թրամփը։ Հիմա մի քանի բառով անդրադառնանք այն հայտարարություններին, որոնք որ հնչեցրեց երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում, եւ սկսենք նրանից, որ եկեղեցու մասով ինքը ասում է, որ որոշ հոգեվորականներից փաստացի տեղեկանում են, որ եկեղեցիները դարձել էին հակապետական քարոզչության վայրեր, եւ եկեղեցին պետք է ապաքաղաքական լինի, չմիջամտի երկրի ներքին գործերին, եւ Փաշինյանի խոսքերով այդ բոլոր գործակալներին, օտար ազգության գործակալներին, լինեն դրանք հոգեվորականներ եկեղեցու ներսում, թե փողկապով ինչ որ քաղաքական գործիչներ, պետությունը բացահայտելու է եւ դրանց դեմը առնելու է։ Այսինքն այն մասին է խոսում Փաշինյանը, ինչի մասին մենք շատ երկար այստեղից խոսացել ենք, սիրելի հայրենակիցներ, որ այդ հատուկ ազգության գործակալների հարցը Հայաստանի իշխանությունները պետք է մեկ եւ վերջ լուծեն, քանի որ հիբրիդային պատերազմի հիմնական միջոցը եւ աղբյուրը հենց դրանք են։ Եվ հիմա պատահական չէ, որ մենք ունենք մեկ այլ հետաքրքիր տեղեկություն, կարծում եմ հիմա է պետք դրա մասին ասել, հետո շարունակել, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից։ Խոսքը նրա մասին է, որ տեղեկություն կա, որ Ռուսաստանի Դաշնությունը 165 միլիոն դոլար է հատկացնելու փափուկ ուժի առաջ մղման համար եւ դա ղեկավարելու է կրկին Կիրիենկոն, պատկերացրեք բավականին մեծ գումար է 165 միլիոնը, վերջերս խոսում էր Լավրովայի մասին, որ Եվրամիությունը 15 միլիոն դոլար է հատկացնում Հայաստանին հիբրիդային պատերազմների դեմ պայքար մղելու համար, իսկ Ռուսաստանը 165 միլիոն դոլար է հատկացնելու այդ գործին, պատկերացնում եք, չէ՞, քանի անգամներով ավել է Կրեմլը փորձում ներդնել իր ասած 15 միլիոնից իր ասած այդ 15 միլիոնին դեմ դնելու համար, որպեսզի 26 թվականի խորհրդարանի ընտրությունները անցնեն այնպես, ինչպես ցանկանում է Ռուսաստանի Դաշնությունը։ Փաշինյանը նաև խոսել է երկրի անվտանգությունից, որ շատ հաջողակ ձևով ամրապնդում են երկրի անվտանգությունը եւ պաշտպանությունը, նաև արտաքին քաղաքական միջոցներ օգտագործելով դրա համար եւ ամենակարևորը ես կարծում եմ Միրզոյանի պատասխանն էր Լավրովին։ Գիտեք, Լավրովը 2 օր առաջ Հայաստանի մասով հայտարարություն էր արել, պաշտպանել էր Վարդան Ղուկասյանին, այդ կաշառակեր քաղաքապետին, կոմունիստ կաշառակեր քաղաքապետին, ասելով, որ քաղաքական քաղբանտարկյալ է նա եւ խոսքի ազատության համար են իբր նրան բանտարկել, այն գաղափարի, որ ուզում էր, որ Հայաստանը մաս դառնար միութենական պետության Ռուսաստանի եւ Բելորուսի հետ, բայց ճիշտ է, իրականում դրա համար պետք է դատել, քանի որ դա կոնկրետ սպառնալիք է Հայաստանի սուվերենությանը, ազգային անվտանգությանը, բայց մենք գիտենք, որ իրականում կաշառակերության փաստ կա դրոներով նկարահանված, այսինքն 100%-անոց փաստարկներով փաստեր գոյություն ունեն, թե ինչի է ձերբակալվել Վարդան Ղուկասյանը։ Լավրովը եթե նորմալ մարդ լիներ, ինքը պետք է ամաչեր պաշտպանել Վարդան Ղուկասյանին, քանի որ այդ կադրերով հստակ ապացուցվում է, թե ինչպես է նա կաշառք պահանջում, բայց մենք տեսնում ենք, որ Լավրովը չի ամաչում եւ պաշտպանում է, քանի որ իրենց ազգային ու պետական շահերը ունեն, իսկ իրենց ազգային ու պետական շահերի մեջ ծրագիր կա, որպեսզի 2026 թվականի Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները անցնեն իրենց ուզած սցենարով եւ հաղթեն իրենց կողմից ցանկալի տեխնացուները, եթե չստացվի, ապա խժդժություններ առաջացնեն Հայաստանում։ Դրա համար հիմք են նախապատրաստում։ Մենք սրա մասին խոսել ենք, բայց Արարատ Միրզոյանի պատասխանը բավականին լավն էր խորհրդարանից, ու նա ասում է, որ պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, այդպիսի հիմքով քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար Հայաստանում չկա, ու ասում է ամենակարևորը, եթե նույնիսկ այդպիսի բան լիներ, ապա այդ բասի մեկնաբանելը կլիներ Հայաստանի ներքին գործերի միջամտություն։ Այսինքն հստակ ասում է, որ դա ձեր գործը չէ։ Դուք միջամտում եք Հայաստանի ներքին գործերին, բայց նույն ժամանակ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Փաստեր կան, թե ինչի համար է ձերբակալվել Վարդան Ղուկասյանը։
Նրանց բացի շատ կարևոր մեկ այլ հայտարարությամբ հանդես եկավ Արարատ Միրզոյանը մի քիչ հունից դուրս գալով, պատասխանելով Վարդան Օսկանյաններին, թե իրենց օրոք ինչ ահռելի ահավոր պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի Դաշնության հետ եւ գույք պարտքի դիմաց ինչեր են տվել 100%-ով Ռուսաստանի Դաշնությանը։ Դրա համար իրենք իրավունք չունեն խոսելու այն մասին, որ 75% բաժնետոմսերը թրիփում ունենալու է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն այդ արտգործնախարարի օրոք, որի ժամանակ որ բազմաթիվ կարևոր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ են տրվել Ռուսաստանի Դաշնությանը 100%-ով, իրենք ընդհանրապես այդպիսի մարդիկ ընդհանրապես իրավունք չունեն նման հայտարարություններով հանդես գալ։ Ու շատ ճիշտ է ասում, քանի որ այսօր էլ այն խնդիրները, որոնք որ մենք ունենք Հայաստանում, հենց այդտեղից են գալիս, երբ որ Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները գույք պարտքի դիմաց տրվում էին Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ կարծում եմ մեկ հետաքրքիր տեղեկություն եւս մենք ստանում ենք Դավոսից, որտեղ որ հանդիպում է տեղի ունեցել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի եւ Ալիևի միջև։ Վստահ եմ բազմաթիվ հարցեր կան այդտեղ քննարկված, որոնք որ վերաբերվում են նաև Հայաստանին, բայց մեզ համար կարևորը այն է, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղին Նախիջևանի հատվածում։ Այսինքն TRIP ծրագրի ինչ որ չափով նաև մաս է կազմելու նաև Եվրամիության։ Հայաստանի մասով էլ կան որոշ տեղեկություններ, որ Եվրամիությունը ցանկանում է այդ ամենի մաս կազմելը, բայց քանի որ Եվրամիությունը այդ բյուրոկրատական երկար շատ գործընթացներ է իրականացնում, դժվար է որպեսզի շատ արագ Եվրամիությունը եւս ներգրավի TRIP-ում, չնայած մեզ շատ ձեռնտու է։ Հիմա իրենք փորձելու են ակտիվանալ ադրբեջանական հատվածում, ինչը ես կարծում եմ, որ միայն ու միայն մեր շահերից է բախում, այստեղ որևիցե խնդիր մեր շահերի համար չեմ տեսնում։ Եվ միշտ էլ ասել եմ, որքան լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանը Եվրամիության հետ, Եվրամիության ինստիտուտների հետ, այդքան լավ ու անվտանգ կլինի խաղաղությունը հարավային Կովկասում։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում Գրենլանդիայի շուրջ։ Թրամփը երեք շատ հայտարարություններով է հանդես եկել, նույնիսկ դժվար է միշտ մեզ մեկնաբանել Թրամփի հայտարարությունները։ Սկզբում Թրամփը ասում էր, որ Գրենլանդիայում բնակչությունը ընտրություն ունի, իրենք կարող են օգնել, ասելով այո Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները կլինեն շատ շնորհակալ նրանց։ Իսկ եթե ասեն ոչ, ապա իրենք դա կհիշեն։ Թրամփը նաև ասում է, որ ինքը ցանկանում է բանակցել, թե ինչ գնով կարելի է գնել վերցնել Գրենլանդիան, ու Թրամփի խոսքերով իրենք ուղղակի փրկել են Գրենլանդիան երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք, եւ չի ասում միայն Գրենլանդիան, ասում է ամբողջ Եվրոպան, մենք փրկեցինք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, թե չէ դուք եվրոպացիներ հետ խոսելու եք գերմաներեն, մեկ էլ մի քիչ ճապոն ունեն։ Դա առաջի անգամ չի, որ ասում է Դոնալդ Թրամփը, բայց նույն ժամանակ Դոնալդ Թրամփը խոստանում է, որ ռազմական ուժ չի գործադրի Գրենլանդիայի նկատմամբ, ասելով, որ դրա կարիքը չի լինի։ Հետո մի փոքր ոճային փոփոխությամբ Թրամփը ասում է, որ ես շատ մեծ բան չեմ խնդրում, ես ընդհանրապես խնդրում եմ, որ Գրենլանդիան տակ մեզ, տակ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ես խնդրում եմ սառույցի կտոր ընդհանրապես Գրենլանդիան տվեք մեզ։ Բայց ամենակարևորը ինչն է, որ հեռուստաբանությունը մի փոքր փոխվում էր եւ հետո ավելի շատ փոխվեց, դա Դոնալդ Թրամփի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպումն էր եւ այդ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը չեղարկել է Գրենլանդիային աջակցող Եվրամիության երկրների կողմից փետրվարի 1-ից մաքսատուրքերի մտցնելը, գիտեք, այդ հարցը հիմնական ճնշման լծակ էր դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այն երկրների նկատմամբ Եվրոպայի մտցվելու էին շատ խիստ մաքսատուրքեր, որոնք որ դեմ էին Գրենլանդիայի հանձնմանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ հետո մենք արդեն տեղեկություններ ունեցանք, թե ինչ բանակցություններ են ընթացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Մարկ Ռյուտեի միջև ու ըստ որոշ տեղեկությունների լուծման կոնցեպտը ծածկում է թե ազգային եւ թե միջազգային անվտանգության մարտահրավերները, որոնք որ մտահոգում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը այն մասին է, որ Ռյուտեն առաջարկել է հստակ, որ Գրենլանդիայում Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշ տարածքներում կունենան իրավունք ռազմաբազաների կառուցման եւ անժամկետ է դա տեղի ունենալու, ինչպես դա օրինակի համար կաներ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր սուվերեն տարածքներում։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները Գրենլանդիայի որոշ տեղերում իրավունք կունենան ունենալու բավականին մեծ տարածքներ եւ այնտեղ կտարածվի Ամերիկայի Միացյալ Նահանգների սուվերենությունը եւ այն լիարժեք կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, ինքն է որոշելու թե ինչ ռազմաբազաներ, ինչ չափերի եւ ինչպես կառուցի Գրենլանդիայում։ Սկզբնական տեղեկությունները հենց դրանք են եւ կարծես թե Թրամփը համաձայնվել է, այսինքն նախնական տեղեկություններով Թրամփը համաձայնվել է։ Ես կրկնեմ, որ շատ լուրջ կոնֆլիկտ էր հասունանում եվրոպական երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի դիրքորոշման պատճառով Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան շատ խիստ եւ կոշտ դիրքորոշում ունեին Գրենլանդիայի մասով, ոչ միայն Թրամփը, լարվածությունը ահռելի էր, բայց ահա կարծես թե արդեն լույս է երևում շատ հեռվում, տեսնենք, հույսով եմ, որ վերջնական պայմանավորվածություններ կունենան Գրենլանդիայի մասով։ Բայց Թրամփը նաև ագրեսիվ է իրեն մեկ-մեկ շատ պահում եւ դրսևորում, նոր նշեցի թե ինչ հայտարարություններ անում Եվրոպայի մասով, երկրորդ համաշխարհային պատերազմի մասով, նաև Կանադայի մասով է ասել, որ Կանադան գոյություն ունի շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն այնպիսի զենք, որը որ կարող է ոչնչացնել ամեն ինչ միայն մեկ հրթիռի միջոցով։ Թե ինչի նկատի ունի Թրամփը ոչ ոք չգիտի, նույնիսկ Ռուսաստանում չգիտեն, Պեսկովն է մեկնաբանել, որ պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է մի շարք հայտարարություններով հանդես եկել եւ նա հանձնարարել է նաեւ իրենց արտգործնախարարությանը ուսումնասիրել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջարկված այդ խաղաղության խորհրդին աջակցելու միանալու հարցը, դրանից հետո նաեւ Պուտինը ասել է, որ $1 միլիարդ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են վերցնել իրենց սառեցված ակտիվներից ռուսական այդ խաղաղության խորհրդի համար, խոսել է Գրենլանդիայից, ասել է, որ Ալյասկայի հետ եթե համեմատենք ընդամենը մի քանի $100 միլիոն արժի Գրենլանդիան եւ ասում է, որ իբր Գրենլանդիայի հարցը Ռուսաստանի Դաշնությանը չի վերաբերվում ու նույն ժամանակ մեկնաբանել է, որ իբր Դանիան միշտ խիստ է վերաբերվել Գրենլանդիային, կարծես այն իր գաղութը լինի։ Այսինքն աջակցում է ինչ որ միտեղ Դոնալդ Թրամփին, հետաքրքիր ակնարկներ է ուղարկում, հասկացնելով, որ մենք քո հետ համաձայն ենք, հա, վերցրու Գրենլանդիան, բայց Գրենլանդիան գիտեցիր այդքան չարժի, բայց դա ձեր գործն է, Դանիան արժանի է, որ դուք Դանիայից վերցնեք Գրենլանդիան։ Ահա մոտավորապես այդպիսի հայտարարություններ է անում Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինայի մասով ինչ կա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասում է, որ մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի Ուկրաինան, ասում է, որ ճիշտ է, կարող են իրենք քննարկել բոլոր հարցերը, այդ թվում նաև Գրենլանդիան, բայց Ուկրաինան շատ ավելի կարևոր է ըստ նրա նաև անվտանգության տեսանկյունից։ Հա, նաև խոսք կար այն մասին, որ եթե հարձակում լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, Թրամփը ասում էր, որ ոչ ոք չի պաշտպանելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ՆԱՏՕ-ի մասին էր խոսքը։ Այստեղ էլ փորձում են Թրամփին հակադարձել, ասելով, այսինքն շատ մեծ աշխատանք իրոք տանում այստեղ Մարկ Ռյուտեն, հստակ բացատրում է եւ փաստերով ապացուցում է այն, որ միշտ էլ եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ի անդամ երկրները եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողքին եւ որտեղ որ զոհվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները, այնտեղ նաեւ զոհվել են եվրոպացիները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է կասկածեն, որ եթե ինչ-որ երկիր մի օր հարձակվի Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, ապա ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները նույնպես կարձագանքեն եւ կփորձեն պաշտպանել եւ կպաշտպանեն Ամերիկայի Միացյալ
Նահանգներին։ Բայց Ուկրաինայի մասով հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նաև գեներալ Քիթ Քելոգը, որ նախկին բանագնացն էր, ճիշտ է հիմա էլ է կարծես թե ինքը բանագնաց այդ պաշտոնից պետք է հեռանար, բայց չգիտեմ որքանով հեռացվել է, համենայն դեպս ինքը որևիցե լուրջ գործողություններ չի ձեռնարկում Ուկրաինայի մասով, եւ նա ասել է, որ Ուկրաինան եթե հիմա դիմանա այս հունվար-փետրվար ամիսներին կամ նույնիսկ մարտ ամսին, ապա արդեն ապրիլից իրավիճակը կլինի իօգուտ Ուկրաինայի, այսինքն ամեն ինչ շատ ցավալի է, ամեն ինչ շատ բարդ է Ուկրաինայի համար, հատկապես հիմա գիտեք նաև ահավոր էներգետիկ ճգնաժամ է Կիևում, այսպիսի ճգնաժամ երբևիցե չէր եղել այս պատերազմի սկսվելու առաջին իսկ օրերից շատ դաժան եւ դժվար օրեր է հիմա ունենում Ուկրաինան։ Ուկրաինայի մասով նաև կարող եմ ավելացնել այն, որ այսօր հանդիպում է նախատեսված Վիտկոֆի, Կուշների եւ Վլադիմիր Պուտինի միջև։ Տեսնենք թե ինչ որոշումներ տեղի կունենան։ Թրամփն էլ ասում է, որ երբ որ Պուտինն է ուզում համաձայնության գալ, Զելենսկին չի ուզում, երբ որ Զելենսկին է ուզում, Պուտինն է հրաժարվում։ Իրանի մասով մեծաշով ոչինչ չկա խոսելու։ Թրամփը ասել է, որ ինքը տեսել է կադրեր, թե ինչպես են մարդկանց գնդակահարում Իրանի փողոցներում։ Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչին էր արձագանքել Թրամփի երեկվա հայտարարություններին այն մասին, թե իրենք կարող է մեկ հարվածով ոչնչացնեն Իրանը, եւ հիմա փաստացի ինչ է ասում Աբբաս Արաղչին, ասում է, որ դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներդ ամեն ինչ փորձել եք, ուժել եք գործադրել մեր նկատմամբ ամեն թշնամական միջոցը փորձել եք եւ այդ ամենով ծախողել եք, հիմա եկել է ժամանակը, երբ որ պետք է փորձեք հարգել, այսինքն հարկանքով պետք է փորձեք մոտենալ մեզ, միգուցե դա ինչ որ արդյունքներ տա։ Այդպիսի ուղերձով է դիմում Իրանի արտգործ նախարարը Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Բայց իմ պատկերացմամբ Իրանի շուրջ դեռ ամեն չի ավարտված եւ ամեն ինչ նոր է սկսվում։ Օրեր անց կարծում եմ մենք դրանում կարող է եւ համոզվենք։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։